Բարևձեզ հարգելի ագընտիրներ, հայրենիք լրատվական գեցոնեն գհաղորդենք լուրերը։ Սուրբ Էջմիածինը վերածվեցավ ազգային անվտանգության ծառայության թիրախին, երբ հարյուրավոր աշխատակիցներ խուժեցին մայրատոր եւ փորձեցին ցերպակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչաբահյանը։ Սուրբ Էջմիածին հավաքված բազմաթիվ քաղաքացիներ թեմ կանգնեցան եւ արգելեցին սրբազանին ցերպակալությունը։ Արձանագրվեցան քաշքշուկ եւ իրարանցում։ Բազմաթիվ եկեղեցականներ եւս մնացին այս քաշքշուկին մեջ։ Ի վերջո, ազգային անվտանգության ծառայությունը, որուն աջակցության հասած էին Գարմիր գտակավորներ, որոշեց իր աշխատակիցները հերացնել Սուրբ Էջմիածինեն, սակայն անմիջապես հայտարարեց վարույթի մասին։ Քաղաքացիներու կողմէ իր աշխատակիցներուն գործունեությունը խոչընդոտելու շուրջ։ Ավելի ուշ դարձյալ լարվեցավ իրավիճակը, երբ Միքայել Սրբազան որոշեց ինքնագամ ներկայանալ ազգային անվտանգության ծառայություն։ Այս անգամ մեծ թիվով քաղաքացիներ շրջապատեցին ինքնաշարժը եւ թույլ չտվին, որ Սրբազանը իր փաստաբանին ընկերակցությամբ դուրս գա Սուրբ Էջմիածինեն։ Սակայն Միքայել Սրբազան բնտեց, որ պիտի ներկայանա ազգային անվտանգության ծառայություն եւ հետիոտն ճամփա ելավ թեպի Երևան։ Որոշ հատված մկալել է ետք, անբարձրացավ իր ինքնաշարժը եւ ուղղվեցավ Երևան։ Շուրջ 5 ժամ հարցակնվել է ետք, Աչաբահյան arczepiskopos 2 ամիսով գալանավորվեցավ։ Սուրբ Էջմիածինի մայրատորը իդես այս զարգացումներուն քաղաքացիները հորդորեց զգոն մնալու եւ օրինական միջոցներով շարունակելու իրենց սադարումը մայրատորին։ Դեղին է նշել, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նաեւ խուզարկեցին Շիրակի թեմի Գյումրիի առաջնորդարանը, ուր գրավեցին Միքայել Սրբազանին համագարկիչը։ Գյումրիի առաջնորդարանին դիմաց եւս իրավիճակը բավական լարվեցավ։ Բազմաթիվ քաղաքացիներ իրենց ընդվզումը հայտնեցին եւ փողոքեցին։ Երևանի իշխանություններուն հրահանգով ընդդիմությունը լրության մատնելու գործողություններու ցերնարգեց քննչական կոմիտեն, որուն հարյուրավոր աշխատակիցները ավելի քան 9 տասնյակ խոզարկություններ կատարեցին, բերման ենթարկեցին տասնյակներով անձեր եւ ցերպակալեցին անոնց մեջ շատերը։ Ցերպակալվեցավ նաև Սրբազան պայքար շարժման ղեկավար Բագրատ arczepiskopos Քալստանյան, որուն մեղադրանք առաջադրվեցավ ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու եւ իշխանությունը բռնակրավելու հոդվածներով։ Ոչ մի բան, ոչ բալան, ոչ մնացել, ներես ճանապարհից կարող է դուրս բերել։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքելի ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգա։ Մեղադրանքները, որոնք ուղղված են ցերպակալյալներուն, հիմնված է Փաշինյանի հովանավորությամբ գործող Civic AM-ի կողմի հրաբարակված այսպես գոչված իշխանությունները դաբալելու ընդդիմության ծրագրի վրա, որը իշխանություններուն իրենց հասած է ընդդիմության մեջ գործող հավաստի աղբյուրի միջոցով։ Հատկանշական է, որ բացահայտված այսպես կոչված փաստաթուղթը 1 տարի առաջ պատրաստված է եւ բնավ չէ գործադրված։ Իսկ Civic AM-ի կողմի հրաբարակված օրինակին մեջ թվականը ծածկված էր ջերմակ թուղթի գդորովմա, սակայն քննչական կոմիտեին կողմի հրաբարակված օրինակին մեջ հստակորեն գերեւի թվականը։ Թադարանը կնեց ցերպակալյալները գալանավորելու միջնորդությունները եւ զանոնք 2 ամիսով գալանավորեց։ Գալանավորյալներուն շարքին են Բագրատ arczepiskopos, Հույթը Հայաստանի Գերագույն մարմինի անդամ Իգոր Սարգսյան, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Սարգսյան, Նահատակի հայր դաշնակցական Արա Ռոստոմյան։ Հույթա Միացյալ Նահանգներու արևելյան շրջանի գետնական կոմիտեն փուրն երբով դադարեցեց Փաշինյանի վարչակարգին կողմէ Հայաստանի ազգային հաստատություններուն, հայարակելական եկեղեցվո եւ Հույթայի թեմ հալածանքները, շեշտելով, որ Բագրատ arczepiskopos Քալստանյանի գալանավորումը
եւ հոյիտը անդամներու բնակարաններու եւ գրասենյակներու աբորինի խուզարկությունները վտանգավոր էջ մը կփանան Հայաստանի մեջ բռնաբեդության խորացման ճանապարհին մեջ։ Գետնական կոմիտեն համոզում հայտնեց, որ այս քայլերը ընդդիմությունը լրության մատնելու նպատակը կհետապնդեն, ավելցնելով, որ հայ հեղափոխական դաշնակցությունը թիրախավորված է, որովհետև հաստատակամորեն կմերժե բռնադիրության ենթարկվել։ Հայտարարության մեջ նշվեցավ, որ հայ հեղափոխական դաշնակցությունը Ամերիկայի արևելյան շրջաններում մեջ ավելի քան 1 տարի իր ներկայությամբ ամբողջական զորակցությունը կհայտնի Հայաստանի մեր ընկերներուն։ Բոստոնեն մինչև Ֆիլադելֆիա, Նյու Յորքեն մինչև Providence մեր համայնքները կըմբռնեն այս բահի նշանակությունը իբրև բայկար հայկական ազգի գոյության եւ անոր սրբակույն հաստատություններուն պաշտպանության համար։ Մենք կմերժենք վարչակազմի ահաբեկչական եւ տավաճանական քաղաքականությունը եւ կվերահաստատենք մեր անսասան նվիրումը հայ եկեղեցվո հայրենիքին եւ զանոնք շարգաբո անխախտ գաբին։ Պաշտոնը ստանցնել է իվեր Նիկոլ Փաշինյան խախտած է ժողովրդավարության հիմքերը, իբրև զենք շահագործած է pedagogan համագարկը եւ իշխանությունը վարած է վախի ու բռնության մթնոլորտ տարածելով։ Միաժամանակ արդակին քաղաքականության մեջ որտեղած է զիջումի ու անձնադվության ուղին Թուրքիա եւ Ադրբեջանի արչեւ գծնելով ի հաշիվ Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության եւ անվտանգության։ Մենք գոչ կողենք ողջ հայ ժողովրդին Հայաստանի եւ Սփյուռքի մեջ մերժելու վախկոդության եւ տավաճանության այս վարչագարկը։ Հոյիտան ամուր կմնա։ Մենք գանք պիտի չառնենք, մենք պիտի չլրենք։ Հայաստանի արտաքին գործոս նախարարությունը հայտարարեց, որ հիաստապված է իսլամական համագործակցության գազམ་ագերբության նախարարական վերջին համաժողովեն պխած հրճակագրեն, ուրդեղ կդած շեշտադրումները գահագասեն շրջանին մեջ մնայուն խաղաղության հաստատման շահերուն դրամապանության։ Համաժողովը գոչրավ Հայաստանի հաղթահարելու հայ եւ ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը խանգարող իրավական եւ քաղաքական խոչընդոտները, ինչպես նաեւ դադարեցրեց Հայաստանը, որ հրաժարած է երկխոսություն կատարել է արևմտյան ադրբեջանական համայնքին հետ, վերահաստատելով անոր անդամներուն վերադարձի իրավունքը ներկա Հայաստանի տարածքները։ Հայաստանի արտաքին գործոս նախարարության համաձայն արևմտյան Ադրբեջան խոսույթը մարդու իրավունքներու կողինդակ Ադրբեջանի կողմէ տարածքային հստակ պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Ադրբեջանի հագաստեցությունը չուշացավ։ Արտաքին գործոս նախարարության պամպեր Այխան Հաջիզադե հայտարարեց, որ Հայաստանի կողմէ փաստաթուղթին բովանդակության նենկափոխման փորձերը եւ պատմական իրադարձություններուն գեղձումը խաղաղության հոլովույթը խաթարելու Երևանի ցկտումներուն մեկ օրինակն են։ Հայտարարի գետնական խորհուրդը հայտարարությամբ նշեց, որ իսլամական համագործակցության գազམ་ագերբության հայտարարության Հայաստանի եւ շրջանին վերաբերող հատվածները անընդունելի եւ խիստ մտահոգիչ են։ Քիդել դալով, որ հայտարարության մեջ դեղ կդած են Բաքուի քարոզչական pedagogan մեքենային բնորոշ գեղձ պահանջներ, որոնք կվերապերին այսպես կոչված ադրբեջանցիներու վերադարձի իրավունքին։ Հայտարարի գետնական խորհուրդը խստորեն դադարեցրեց իսլամական համագործակցության գազམ་ագերբության արտաքին գործոս նախարարներու խորհրդին բոլսո հայտարարությունը եւ փանացևերը, որոնք կհետապնդեն Ղարաբաղյան հիմնախնդրին էությունը միագողմանի հանգամանքներով ներկայացնելու նպատակը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Հայաստանը անվանեց ռազմական հանցագործ պետություն եւ բնդեց, որ Հայաստան Ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմներուն ընթացքին ռմբակոծած է ադրբեջանական քաղաքներ եւ սպանած խաղաղ բնակիչներ։ Ըստ Ալիևի Երևանի նպատակն էր գատվածահարնել Ադրբեջանի ուժանյութային ենթակառույցները,
Կանցագի, Աղդամի, Բարդայի և Թարտարի ռմբակոծման մեղադրանքներուն զուգահեռ, Ալիև նաև հիշեց այսպես կոչված Խոջալույի դեպքերը։ Դեղին է նշել, որ Ալիևի այս հայտարարության զուգահեռ Բաքուի մեջ ընթացող աբորինի դատավարության ընթացքին դատավորը չանաց խոստովանություններ գործել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանեն, թե դված է քանցակը ռմբակոծելու հրամանը։ Հարությունյան պատասխանեց, որ նման հրաման արձակելու իրավասություն չուներ։ Գրավյալ Արցախի մայրաքաղաք Ստեփանագերդի մեջ 3 և 4 հուլիսին պիտի կայանա տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ վեհաժողովը։ Այս մասին հաղորդեց Ադրբեջանի մեջ Թուրքիո տեսփան Բիրոլ Ակյուն, որ նշեց, թե քաղաքը կվերածվի միջազգային դիվանագիտության հարթակիմը, կարևորելով Թուրքիո և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքը։ Ադրբեջանցիք լծված են աշխատանքի, Ստեփանագերդի հայկական թիմակիցն ու պատկանելիությունը ընդմիշտ շնչելու համար, որուն թիրախ դարձած են գրավյալ Արցախի մեջ հուշագոտողներ, մշակութային ժառանգություններ և պետական թե այլ կառույցներու շենքեր։ Հարգելի ագնտիրներ, այսօրվան համար այսքան, շնորհակալություն ձեր ուշադրության համար, քալ շաբաթ կհանդիպինք, ցտեսություն։